Դուք որպես քույրեր, որպես տիկնայք եկեղեցու մեջ չափազանց կարևոր եք։ Ձեր դերը եւ ձեր ծառայությունը եկեղեցու մեջ առանցքային է։ Եվ հարցը այստեղ եկեղեցու անդամների թվաքանակի հետ չի կապված։ Հարցը կապված չէ նրա հետ, որ քույրերը սովորաբար ավելի շատ են եկեղեցու մեջ եւ բոլոր ժամանակներում այդպես է եղել։ Հարցը ձեր առաքելության մեջ է, ձեր աստվածատուր կոչումի մեջ է։ Եվ այն ամենի մեջ է, ինչ որ Աստված ձեր մեջ դրել է եւ ձեր միջոցով կատարում է։ Մենք տղամարդիկս, եղբայրներս, որքան էլ որ կանչված ենք Աստծո կողմից եւ կոչումը ունենք լինելու ընտանիքի գլուխը եւ պատասխանատուն, միևնույն է մենք ծնվում ենք մորից, ծնվում ենք կնոջից, միևնույն է մենք մեր առաջին օրերին մեր մոր գուրգուրանքով ենք ապրում։ Մեր կյանքի ամենադժվար պահին, երբ անօգնական ենք, երբ կախված ենք ամբողջությամբ, ծնողից մեր մայրն է մեզ կերակրում, անքուն գիշերներ անցկացնում եւ մեծացնում։ Եթե պիտի գանք ավելի մեծ տարիքի մանկապարտեզ, դաստիարակների մեծ մասը կանայք են։ Եվ մենք այնտեղ նույնպես կնոջ դաստիարակությունը տեսնում ենք։ Դպրոցում, այս անգամ ասեմ ցավոք սրտի, ուսուցիչների մեծ մասը կանայք են։ Նույնպես կնոջ առաջնորդությունն ենք տեսնում։ Ձեր դերը շեշտելու եւ ձեր դերի մասին խոսելու եւ սա ընդգծելու համար եմ սա հիշատակում։ Եկեղեցու մեջ ձեր անելիքը շատ տարբեր չէ։ Եկեղեցու մեջ նույնպես կանչված եք լինելու մայր, լինելու քույր, լինելու հոգատար, լինելու խնամակալ, լինելու այն կարեկցող հոգին, սիրտը, ով տեսնում է ընկածին, ով տեսնում է կարիքը, ով տեսնում է նեղված, ճմլված, ճզմված հոգուն, ով տեսնում է մանուկին, նորահավատին եւ իր մայրական, իր կանացի աստվածատուր հոգատարությունը, որը դարման է, տալիս է այս մեկին։ Մենք եղբայրներս նույնպես մեր անելիքն ունենք, ասելիք չկա, բայց ձերը շատ կարևոր է։ Եվ սա է պատճառը, որ եկեղեցին շարունակաբար իր առջև դնում է քույրերի, տիկնանց ծառայությունները կարևորելու հրամայականը։ Եվ սա է պատճառը, որ դուք որպես քույրեր, որպես տիկնայք, որպես եկեղեցու մեջ տնկվածներ, կարիք ունեք, մենք բոլորս, բայց այս պարագային դուք կարիք ունեք հոգևորապես աճելու օր առ օր, քայլ առ քայլ, եւ ձեր առաքելության ու ձեր կոչումի մեջ ավելի հասունանալու, Աստված ճանաչողության մեջ ավելի աճելու, ձեր անելիքը ավելի հասկանալու եւ դրա մեջ ընդիր գտնվելու եք կանչված։ Եվ այս համագումարները սրա մասին են ու սրա համար են։ Եվ ուրեմն եկեք լրջությամբ ընդունենք այս ամենը։ Եկեք սա որպես ուղղակի միջոցառում չընկալենք, որպես տարվա ծրագիր տիկնանց պլանի մեջ մտնող ինչ որ մի կետ չընկալենք, այլ առիթ, միգուցե վերջին առիթ ընկալենք, որ Աստված մեզ տվել է, որպեսզի առնենք Տիրոջից եւ գնանք այնտեղ, ուր որ Տերը մեզ կանչում է։ Եվ այն երկերը, որ ընտրված էին ծառայի, մշակի, խնամակալի, հոգին էր դրված այդտեղ եւ կանչ կար ծառայելու, բարդ Տիրոջը դրա համար։ Սիրելիներ, այսօրվա նյութը եւ այսօրվա Աստծո խոսքի պատգամը չափազանց կարևոր է, չափազանց լուրջ է
չափազանց նուրբ է և խորն է, կրապաշտություն, կուրք կամ օտար աստվածներ, ինչպես կուզեք անվանեք։ Շատ ենք լսում սրա մասին, շատ ենք մտածում սրա մասին, վստահաբար։ Բայց միշտ չէ, որ խորքն ենք թափանցում, միշտ չէ, որ մակերեսից փորձում ենք իջնել վար ու տեսնել, թե այդ կրապաշտություն ասվածը, այդ կուրք ասվածը, որի մասին Աստվածաշունչը անդադար խոսում է, ինչի մասին է։ Եվ այսօր, այս պահին մեզ դա ինչքանով է վերաբերվում։ Մի քանի հազար տարի առաջ գրված Սուրբ Գիրքը, հին կտակարան, հետո նոր կտակարան, ինչի մասին են խոսում, արդյոք հին կտակարանի կրապաշտության հիշատակումը այսօրվա մեր կյանքի հետ կապ ունի, թե չունի։ Միգուցե հին կտակարանը հնացած է, միգուցե հին կտակարանը հին աշխարհի ժողովուրդների, հրեաների համար էր, եւ այն ժամանակվա կրապաշտությանն էր վերաբերվում, հիմա մենք դա չունենք։ Միգուցե նոր կտակարանը նույնպես առաջին դարի առաքելական ժամանակահատվածի եկեղեցու կրապաշտության մասին է խոսում եւ այդ ընթացքում դիմագրաված խնդիրների մասին է խոսում, որը մենք այսօր չունենք, ազատ ենք դրանից։ Եվ Աստծո խոսքը մեզ պիտի կոչ անի մտածելու, թե ինչի մասին է խոսում Աստծո խոսքը, ինչու է դա այդքան կարևոր։ Երկրորդ պատվիրան, առանցքը, հիմքը այս նյութի երկրորդ պատվիրանն է, որը գալիս է ուղիղ լրացնելու առաջին պատվիրանը և իրար հետ օրգանական կապ ունեն։ Դրա համար միասին պիտի ընթերցել։ Ելից գիրք 20-րդ գլուխ առաջին համարից։ Լսենք Տիրոջ խոսքը երկյուղացությամբ։ Աստված ասաց հետևյալը. Ես եմ Տերը քո Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից, ստրկության տնից։ Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուրք չշինես ոչ վերևում երկնքում, ոչ ներքևում երկրի վրա, և կամ երկրի տակ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։ Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես, քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին, մինչև նրանց 3-րդ և 4-րդ սերունդը, որոնք ատում են ինձ, և ողորմում եմ նրանց մինչև 1000-րդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում են իմ պատվիրանները։ Ամեն Տիրոջ խոսքի։ Եթե նկատեցիք Տասնաբանյայի առաջին հատվածը, գլխավոր հատվածը այս նյութն է զբաղեցնում։ Եվ որքան ընդարձակում է Աստված, Աստծո խոսքը այս նյութը, որքան է մեկնաբանում, որքան է բացում, որքան է մանրամասնում ու որքան խիստ է դնում հարցը։ Ես եմ քո Տեր Աստվածը առաջին պատվիրան, որ քեզ Եգիպտոսի երկրից հանեցի, և երկրորդ սրա շարունակությունը ու սրա անբաժան մասը, բացի ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս, և չպաշտես նրանց։ Եվ ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ ծովի տակ, ոչ որևէ տեղ գոյություն ունեցող որևէ բանի նմանությամբ կուրք չշինես քեզ համար։ Որպեսզի այս կռապաշտության, կուրքի, կեղծ աստվածների նյութը հասկանանք, Ելից գրքի մեջ, Տասնաբանյայի մեջ մեզ պատգամված, հին կտակարանի կոնտեքստի մեջ մեզ պատգամված, պիտի հասկանանք, թե Աստծո խոսքը, Աստված, երբ, ինչ հանգամանքներով և ինչ ձևով է այս նյութը դնում իր ժողովրդի առաջ ու այս պատվիրանը երբ է տրվում։ Մենք այո 2025 թվականին բացում ենք Աստծո խոսքը, Աստվածաշունչ Մատյանը, արդեն նույնիսկ մեր հեռախոսների կամ մեր համակարգիչների մեջ հասանելի կերպով, մեր ուզած տեղում նստած, մեր ուզած դիրքով նստած և թերթում ենք
Եվ գալիս ենք այս հատվածին ու մտածում, որ Աստված ճիշտ այս պահին է սա խոսում։ Եվ փորձում ենք տեսնել սա մեր կյանքի ներսում։ Լավ ենք անում, բայց պիտի մի քիչ խորքը գնանք։ Եվ հասկանանք, որ տասնաբանյան օրենքը տրվեց Աստծո կողմից իր ժողովրդին այն ժամանակ, երբ այս ժողովուրդը նոր էր դուրս եկել Եգիպտոսի գերությունից։ Նաև պիտի մի քիչ հետ գնանք ու ասենք, որ այս ժողովուրդը, որին Աստված իր օրենքն է տալիս, ժողովուրդ է դարձել քիչ առաջ պայմանական իմաստով։ Նորածին ժողովուրդ է, մինչ այդ ժողովուրդ չի եղել։ Չմոռանանք, որ Եգիպտոսի մեջ հրեա ժողովուրդը 400 տարի ֆիզիկապես բազմացավ, շատացավ, սերունդներ տվեց, բայց որտեղից սկսվեց սա։ Աբրահամը նահապետների գերդաստանը եկավ Եգիպտոս Հովսեփի միջոցով, փոքրաթիվ մի խումբ եւ բնակություն հաստատեց բարենպաստ Եգիպտոսում, այն ժամանակ բարենպաստ։ Եվ սկսեց իր հացի խնդիրը լուծել, ու սկսեց իր հանապազորյա հացը վաստակել եւ ապրել, սովից փախած։ Մի փոքր խումբ, որ իրենից մեծ հաշվով ոչինչ չէր ներկայացնում։ Մի խումբ, որը չուներ ոչինչ, ազգություն չուներ, էթնիկ պատկանելություն չուներ։ Աբրահամի սերունդ, այս վերնագրով մի խումբ։ Երբևիցե պետություն չի ունեցել, երբևիցե ազգ ու ժողովուրդ չի եղել, երբևիցե պաշտամունքի կարգ չի ունեցել, կրոն չի ունեցել, տաճար չի ունեցել, կենտրոնացված կրոնական համակարգ չի ունեցել, ապրել է այստեղ, այնտեղ, ոչ որի պես, այստեղից մեկ ուրիշ տեղ փոխադրվելով և շփվելով այդ փոխադրված վայրերի մշակույթին, կրոնին, մտածելակերպին և վերցնելով նաև դա։ Եվ հիմա այս ժողովուրդը, բազմություն ներկայացնող ժողովուրդը, որ 400 տարվա ընթացքում դարձել է ամբոխ, անկառավարելի, անհամակարգ, անլեզու, անմտածելակերպ, ամբոխ, ստրուկների մի մեծ ամբոխ, որին Աստված դուրս է հանել Եգիպտոսի երկրից։ Դուք ամբոխ տեսել եք։ Տեսել եք ամբոխի անկառավարելիությունը։ Տեսել եք ամբոխի բնազդային մտածելակերպը։ Տեսել եք ամբոխը իրեն ինչպես է դրսևորում, երբ կարգ չկա։ Տեսել եք ամբոխը ինչպես է շարժվում, ինչ է անում այն վայրերի հետ, որտեղ կանգնած է։ Տեսել եք, թե ամբոխը որքան անկանխատեսելի, որքան կամագոր ու քմահաճ է։ Հիմա պատկերացրեք այսպիսի բազմահազարանոց, 100 հազարանոց, միլիոնանոց, մի քանի միլիոնանոց ամբոխ, որը դուրս է բերվել Եգիպտոսի երկրից անապատ։ Եվ այս ամբոխը գումարած այս ամենին ստրուկ է։ 400 տարի ստրկության, ծանր ստրկության մեջ է եղել։ 400 տարի այս մարդկանց և այս տասնյակ սերունդների մտքի մեջ միայն մեկ հարց է՝ գոհացնել փարավոնին և անել այն, ինչ որ փարավոնի մեջ նաև ամբողջ Եգիպտոսի պետությունն է ամփոփվում, կատարել կամքը և հնարավորինս պահպանել կյանքը, սեփական կյանքը ու գոյատևել և այդ փարավոնին ծառայելու ընթացքում գտնել ելքեր կենդանի մնալու համար։ Սա է միտքը Եգիպտոսից դուրս եկած հրեա ժողովրդի։ Հրեա ժողովուրդ ասում ենք, բայց դեռ ձևավորված չէ։ Եվ Աստված այս ժողովրդին Մովսեսի առաջնորդությամբ հանում է անապատ ու տալիս է օրենքը
եւ ինքն է առաջնորդում այս ժողովրդին։ Ինչ նշանակություն ունի աստվածային օրենքը տասնաբանյան եւ ամբողջ օրենքի համակարգը այս ամբողջի համար, կենսական նշանակություն ունի։ Աստծո օրենքը եւ Աստծո կենթանի ներկայությունը անապատի մեջ միակ շոշափելի, տեսանելի, կարգավորող գործոնն է այս ժողովրդի կյանքում։ Եվ Աստված փորձում է իր օրենքի միջոցով այս ամբողջին կարգի բերել, այս ամբողջի միտքը սևեռել, այս ամբողջին հավաքել, ձև տալ, կրթել, դաստիարակել եւ նաեւ հասկացնել, թե դուք ով եք, ձեր ինքնությունը ինչ է ու դուք ուր եք գնում եւ ձեզ ինչի համար եմ անել Եգիպտոսի երկրից։ Սա է փորձում հասկացնել Աստված։ Եվ առաջին պատվիրանը գալիս է ասելու. Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից հանեց։ Չշփոթես ինձ, ես փարավոնը չեմ։ Քո Տեր Աստվածը մինչև հիմա 400 տարի փարավոնն է եղել, հասկանում եմ սա։ Հիմա փարավոնը չէ, քո աչքի առաջ փարավոնը կործանվեց։ Քո աչքի առաջ փարավոնի զորությունը մնաց Կարմիր ծովի մեջ։ Քո աչքի առաջ փարավոնի զորությունը անզորություն դարձավ։ Ես եմ, փարավոնը չէ։ Աստված կարծես գլխավոր կուրքին դուրս է հանում խաղից եւ կարծես գլխավոր կուրքին այս ժողովրդի մեկ կողմ է դնում ու չեզոքացնում։ Բայց գլխավոր կուրքից բացի կա մեկ ուրիշ թաքնված կուրք, որը իրականում ամենամեծ կուրքն է այս ժողովրդի կյանքում։ Այդ կուրքը սեփական ստրուկն է։ Սեփական ստրուկի հոգին, միտքը եւ անձն է, որը իր ներսում է, որին Աստված բռնի կերպով ձեռք չի տալիս, որին Աստված չի ջարդում իր կամքին հակառակ, այլ հանում է անապատ, որպեսզի այս ժողովուրդը տեսնի գլխավոր կուրքին իր մեջ, որը ինքն է, իր ստրուկ միտքն է, հոգին ու էությունն ու ինքնությունն է, եւ այս անապատի դեգերումի մեջ, օրենքի միջոցով, առաջնորդների միջոցով, իր անուղակի եւ ուղակի ներկայության միջոցով հանի, մաշի, այս կուրքին, ստրուկի կուրքին։ Եվ սա շնորհք է, այս ճանապարհորդությունը անապատի շնորհք է արված այս ամբողջի նկատմամբ, որին Աստված գերությունից, Եգիպտոսի գերությունից հանել է, հիմա էլ անապատի մեջ սեփական ստրուկի գերությունից է հանում։ Եվ մենք տեսնում ենք նաև Մովսեսին։ Մովսեսը ով էր։ Ինչ եք կարծում, Մովսեսը պատահական մարդ էր այդտեղ։ Անշուշտ ոչ, պատահական բաներ Աստծո ծրագրի մեջ չեն լինում։ Աստված ում կանչեց այս ամբողջին առաջնորդելու համար։ Մեկին, ով արդեն այդ ճանապարհը անցել է, այն ճանապարհը, որ Իսրայելի ժողովուրդը այս ամբողջը պիտի անցնի, այս առաջնորդը արդեն անցել է։ Եգիպտոսում եղել է, Եգիպտոսի արքայազնն է եղել։ Եվ ունեցել է Եգիպտոսի հարստությունը, գանձը, իշխանությունը, Եգիպտոսի փառքը, դրա կրողն է եղել, դրա ապահովությունն է ունեցել, բայց ինչ որ պահի անկյունադարձ է տեղ ունեցել իր կյանքում, եւ այս անկյունադարձը ինչ էր։ Ազատության անկյունադարձն էր, ստրուկին թոթափելու եւ իրական հոգեվոր ազատությունը առնելու որոշման անկյունադարձն էր, երբ Մովսեսը տեսավ Եգիպտացուն, ով ծեծում է հրեային, սա ուղղակի միջադեպք չէր, սա դեպք չէր, սա Մովսեսի շրջադարձն էր, Մովսեսի ազատության պոռթկումն էր, իրական հոգևոր ազատության։ Եվ այն դեպքը, որ տեղի ունեցավ, սկիզբ դրեց Մովսեսի դեգերումի, 40 տարի Եգիպտոսում էր, Իսրայելի ժողովուրդը 400 տարի էր Եգիպտոսում։ Անկյունադարձից հետո Մովսեսը մտավ անապատ, մտավ որպես պանդուխտ, մտավ որպես փախած, մտավ որպես ամեն ինչ կորցրած մեկը,
մտավ ոչինչ չունենալով եւ մտավ իր ազատության որոշման հետևից, իր հոգու, իր ստրուկի, իր անձի կուրքից ազատվելու մղումով։ Ինչ եք կարծում, հեշտությամբ կարդում են 40 տարի Մովսես անապատում հովվություն էր անում, այդքան հեշտ է դա, 40 տարի, կես կյանք, երկար կյանքի կեսը։ Եվ այս 40 տարվա մեջ ինչ եք կարծում Մովսեսը անապատում ինչ էր սովորում, ինչ սովորեց, ինչ ձեռք բերեց, Մովսեսը անապատում ինչպիսի մկաններ ձեռք բերեց, Մովսեսի կաշին որքան էր հաստացել անապատում, Մովսեսի կամքը որքան էր ծեծվել, դաղվել, երկաթյա դարձել անապատում, Մովսեսի միտքը որքան էր սևեռուն դարձել, Մովսեսի սիրտը որքան էր հնազանդ դարձել, ու Մովսեսը որքան ազատ էր դարձել։ Հիմա կասեք տարօրինակ Մովսես, ինչի արքայազնի Տիտղոսի մեջ դու ազատ չէիր, ոչ պաստորը, իսկ անապատի Մովսեսը ազատ Մովսեսն է։ Եվ Աստված այս Մովսեսին 40 տարվա դեգերումից հետո նույն անապատում վառվող մորենու մեջ է կանչում, ուր, ինչի է կանչում, կանչում է այս ամբոխին, որ դեռ չի հանել առաջնորդելու, ինչու, որովհետև այդ ամբոխի ճանապարհը ինքը արդեն անցել է, և պիտի տանի իր հետևից, դեպի Աստված, և Մովսեսը այստեղ ազատության ու կռապաշտությունից, անձի կռապաշտությունից և Աստծո շահը փնտրելու, կռապաշտությունից ազատվելու և Աստծո շահը փնտրելու սիմվոլն է, և Աստված այս մարդուն է օգտագործում իր գործի համար։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ այսպիսի առաջնորդի, այսպիսի կյանք ապրած առաջնորդի, այսպիսի հեղինակություն ունեցող առաջնորդի և Աստծո անմիջական ներկայության ներքո գտնվող ամբոխը 40 տարի անապատում չի կարողանում հրաժարվել գլխավոր կուռքից։ Արավոնը մնացել է անցյալում, կուռքը իր մեջ է, ստրուկի կուռքը հնարավոր չի ազատվել սրանից։ Եվ Կադես Վառնեի գիծը, որտեղ Աստված բերում և կանգնացնում է 40 տարի հետո մնացած ժողովրդին, այս կռապաշտության դեմ Աստծո որոշման գիծն է և ասում է ետ պիտի դառնաք։ Ետ պիտի դառնաք, որովհետև այս վիճակով ձեզ խոստացված երկիր չկա, դուք այս կուռքը խոստացված երկիր չեք տանելու, ձեր անձի ստրուկի կուռքը խոստացված երկրում տեղ չունի, ավետյաց երկիրը ստրուկների երկիր չէ, ավետյաց երկիրը հոգով Աստծո հետ ազատների երկիրն է, և ետ է վերադարձնում։ Ու նաև դաժան, առաջին հայացքից դաժան, բայց արդար դատավճիռ կա ժողովրդի վրա։ Ձեր ոսկորները ցիրուցան պիտի լինեն անապատի ավազների մեջ, այն սերունդը, որ ստրուկ մնաց, և կմտնի այն սերունդը, ով իր ստրուկի կուռքի կմխարի։ Եվ քանի հոգի էին այդ մարդիկ։ Հիշեք դուք։ Հիմա պիտի խնդրեմ, որպեսզի խմբերի բաժանվեք և այն հարցերը, որ ձեզ պիտի տրվի, այս հարցերի շուրջ քննարկում անցկացնենք և հետո վերադառնանք ու շարունակենք այս նյութը։ Եվ փորձեք այն հարցերը, որ ձեր առջև դրված են, փորձեք այս համատեքստում տեսնել, այս համատեքստում քննարկել և խոր կգնալ։ Հուսանք, որ արդյունավետ և մտղաբեր քննարկում ունեցաք միասին, և նաև շատ կարևոր էր, որ հարցերը, որ ձեր առջև դրված էին, ուղղակի մեխանիկորեն պատասխաններ չստանային, և կարևոր էր, որ
ստանդարտ պատասխաններ չտայիք սրած։ Կարևոր է, որ մակերեսային ուղղակի անդրադարձ չկատարեիք և ինչ-որ շարունակաբար տարիներ շարունակ ծեծված կերպով հայտարարել ենք հրապարակության մասին, չկրկնեինք մեր խմբերի մեջ, մեր քննարկումների ժամանակ, այլ փորձեինք իրապես մեր ներսը թափանցել և մեր ներսում այս հարցերի պատասխանները փնտրել, ինչու որովհետև պատասխանները դրսում չեն, այստեղ են։ Ուրեմն առաջին մասում խոսվեց օրենքը տալու, Աստծո օրենքը մարդկությանը տալու կոնտեքստի մասին և Իսրայելի ժողովրդի պատմության մասին, որը մեր պատմությունն է նաև։ Ժամանակագրական առումով անշուշտ մեզ հազարամյակներ են իրարից բաժանում, բայց մենք նույնպես երկի ժողովուրդն ենք, մենք երկրորդ ելիցի ժողովուրդն ենք, Քրիստոսով մենք Աստծո ժողովուրդն ենք, եկեղեցին երկրորդ ելիցի ժողովուրդն ենք։ Եվ ինչ եք կարծում, իրավիճակը փոխվել է։ Ոչ։ Ինչ եք կարծում, կռապաշտության նյութը պակասել է։ Ոչ։ Ինչ եք կարծում, եթե միջագետքյան և մեծ մերձավոր արևելյան եգիպտական պանթեոնները մեր առջևում չեն, բազմաստվածության համակարգերը մեր առջևում չեն, ինչպես որ Իսրայելի ժողովրդի առջևում էին, ուրեմն մենք ազատված ենք կռապաշտության նյութից։ Ոչ։ Ավելին, մենք ավելի ծանր վիճակում ենք, և մենք ավելի վտանգավոր գոտում ենք։ Նոր ելիցի ժողովուրդը, եկեղեցին, այսօր մանավանդ, շատ ավելի բարդ իրավիճակի մեջ է, քան այն ժամանակ։ Չենք թեթևացնում Իսրայելի ժողովրդի իրավիճակը, կավլից։ Բայց մենք լրջանալու և իրապես լրջությամբ հարցին նայելու կարիք ունենք։ Ձեր հարցերից երկրորդը, եթե հիշում եք, հետևյալն էր, թվարկեք հայտնի, ճանաչված, ձեր կողմից անընդհատ կրկնվող կուրքերից բացի դրանցից զատ, թվարկեք թաքնված, դժվարամատչելի, վտանգավոր կուրքերին, չէ՞։ Եվ մենք կիրակնորյայի մակարդակի կմնանք, եթե այս հարցին պատասխանենք այսպես. կուրքը դա այն է, ինչ որ Աստծո արժեքից կամ Աստծուց բարձր ենք դնում, և կուրքը կարող է լինել իմ երեխաս, իմ զավակս, իմ աշխատանքս, իմ այսս, իմ այնս, և վերջին։ Դա կիրակնորյայի մակարդակն է։ Եվ մենք մանկական մտածելակերպով կմտնենք հոգևոր կյանք կամ կշարունակենք հոգևոր կյանքը, եթե մենք կուրքերին փնտրենք դրսում, եթե մենք կռապաշտության մեր փնտրտուքի մեջ և այս պատվիրանը կատարելու մեր հանձնարարականի մեջ փորձենք մեր շուրջը նայենք և կուրքեր փնտրենք։ Դա կլինի մանկական մտածելակերպ և դա այն է, ինչ որ մեզ խանգարում է աստվածպաշտ, իրական աստվածպաշտ լինել։ Եվ դա այն է, ինչ որ մեզ մեր հոգևոր հասունության ընթացքից հետ է պահում։ Եվ դա այն է, ինչ որ մեզ պահում է կռապաշտության մեջ։ Տեղափոխվենք մեր օրեր, այսօր, այստեղ, 2025 թվական Երևան Բաղրամյան 18 և մեր կյանքեր ու մեր ընտանիքներ։ Կռապաշտություն։ Ամենապարարտ հողը կռապաշտության համար, ամենանպաստավոր տեղը կռապաշտության համար, առաջին մեր աստվածպաշտության կյանքն է, երկրորդ եկեղեցին է։ Երկու տեղեր, որտեղ մեր մտքի մեջ սրբություններ պիտի լինեն։ Ինչպես կարող է կուրքը այդտեղ լինել, ինչպես կարող է իմ աստվածպաշտության կյանքը կուրքի հետ կապ ունենալ, ինչպես կարող է եկեղեցին կուրքի հետ կապ ունենալ, շատ ուղիղ կերպով։
Եվ չկարծեք, թե Աստծո խոսքը պատվիրանի մեջ, տասնաբանյայի մեջ եւ նաեւ այսօր մեզ դուրս նայելու պատվիրան է տալիս, դեպի ներս նայելու պատվիրան է տալիս։ Ինչու է աստվածպաշտության կյանքը ամենանպաստավոր եւ ամենահարմար տեղը կրապաշտության։ Որովհետեւ աստվածպաշտության մեջ հարաբերություն կա։ Աստվածպաշտության մեր կյանքի մեջ երկու անձ կա։ Աստված եւ ես։ Եվ այդտեղ ուրիշ մարդ չկա։ Ուրիշ մարդ չի կարող ներկա լինել այդ հարաբերության մեջ։ Ուրիշ ոչ ոք տեղյակ չէ այդ հարաբերությունից։ Ուրիշ ոչ ոքի համար հայտնի չէ ներքին իմ աստվածպաշտության կյանքի տեսակը, գույնը, հոտը, երանգը, իրական բովանդակությունն, էությունը ոչ ոք չգիտի, բացի Աստծուց եւ ինձնից։ Երբեմն ես էլ չգիտեմ դրա մասին, այնպես ինչպես որ պետք է իմանամ։ Եվ այդ ծածուկ, այդ ծածկված, այդ ինտիմ հարաբերության մեջ է, որ սկսվում է կռապաշտությունը։ Փրկված, վերստին ծնունդ ունեցող, ապաշխարություն ունեցող, մկրտություն ունեցող, եկեղեցու հավատարիմ անդամ եղող մարդու կյանքի մասին է խոսքը գնում, ով արդեն իսկ հարաբերություն ունի Աստծո հետ եւ այդ հարաբերության մեջ է սկսվում կռապաշտությունը, այդ հարաբերության մեջ է ներկառուցվում կռապաշտությունը, այդ հարաբերության հետ է ձուլվում կռապաշտությունը, միահյուսվում ու քիչ-քիչ ուտում իմ աստվածպաշտությունը ներսից, խժռում իմ եւ Աստծո հարաբերությունը եւ դա վերեացվում թաքնված, վտանգավոր, քաղցկեղային կռապաշտության։ Հիմա կասեք, սա ինչպես է հնարավոր։ Շատ պարզ կերպով, բայց նաև շատ բարդ կերպով։ Յուրաքանչյուրս մեր Աստված ճանաչողության ձևը ունենք եւ Աստծուն նայելու տեսանկյունն ունենք։ Աստված օբյեկտիվ է, այսինքն մի իրականություն է, որ անկախ է ամեն ինչից, մեր ընկալումներից, մեր կարծիքից, մեր տեսանկյունից, մեր լեզվից, մեր մշակույթից, Աստված բացարձակ է եւ օբյեկտիվ է, անկախ է եւ գոյություն ունի մեզնից անկախ։ Բայց մենք Աստծուն սուբյեկտիվ կերպով ենք մոտենում, չէ՞։ Եվ մենք մեր տեսանկյունից ենք Աստծուն մոտենում։ Եվ այս մեր տեսանկյունի մեջ մեր ցանկությունը ներքին հետևյալն է. արտատպել մեր անձը, արտանկարել մեր անձը եւ արտաքանդակել մեր անձը Աստծո մեջ։ Եթե հիշում եք ծննդոցի մեջ Աստված իր պատկերով եւ նմանությամբ ստեղծեց մարդուն, մարդու մեջ Աստված իր պատկերը քանդակեց, իր նմանությունը քանդակեց եւ սա խորը հոգեվոր իրականություն է։ Մեր աստվածպաշտության կյանքի մեջ մենք հակառակ process-ն ենք անում։ Մենք նայում ենք մեզ ու մեր նմանությամբ նկարում ենք Աստծուն։ Տեսել եք երեխա պատանի երիտասարդ, ով իր առջև դնում է ինչ-որ նկար ու նայելով տպագրում, պատկերում կամ արտանկարում է, ինչ-որ տեսնում է այնտեղ։ Ստանում է երկրորդ կրկնօրինակը։ Նույն բանը մենք ենք անում, նայում ենք մեզ, մեր ներսը, մեր ցանկություններին, մեր անձի ներքին կառուցվածքին, մեր հոգու վերքերին, մեր մտածելակերպին, մեր աշխարհընկալմանը, մեր տեսակին, մեր կարիքներին, մեր բարդույթներին, մեր ներքին ցավերին ու ճիշտ այդպես, այդ ռելիեֆով, այդ կերպարանքով, այդ պատկերով Աստված ենք նկարում կամ քանդակում։ Եվ հետո, երբ որ վերջացնում ենք այս process-ը, երբ որ ստանում ենք մեր նման Աստծո, նայում ենք այս Աստծուն եւ տեսնում ենք մեզ այդ Աստծո մեջ։ Ու սկսում ենք այս Աստծուն պաշտել, այս արտատպած, արտանկարած, արտաքանդակած Աստծուն պաշտել։
Եվ գալիս ենք այս Աստծո մոտ ու տեսնում ենք մեզ ու հետո ստանում ենք հաստատումը այս արտանկարած Աստծո մեր մասին ու ուրախանում ենք դրա մեջ, քանի որ մեր նման է, քանի որ իմ նման է, եւ իմ անձը չի փոխվում, այլ հակառակ, ամեն անգամ ես դուրս եմ գալիս աստվածպաշտության ընթացքի մեջ, որպեսզի այդ արտաքանդակած Աստծուց ստանամ իմ անձի, իմ ներքին էության հաստատումը, վավերացումը, երաշխավորումը, որպեսզի ես հանգիստ լինեմ, որպեսզի ես իմ ներսում խաղաղ լինեմ։ Եվ ես անընդհատ դրսի արտաքին ռեսուրս եմ փնտրում, որպեսզի իմ ներքին անձիս վավերացումը ստանամ։ Եվ դա իմ Աստվածն է։ Եթե ուշադիր նայեք ամեն մեկը ձեր Աստծուն, հիմա ասածս շատ վտանգավոր կարող է լինել, բայց մենք մանուկներ չենք, մենք հասուն մարդիկ ենք, և նաև իրեր իրենց անուններով կաչելու կանչված ենք։ Եկեք ամեն մեկը ձեր ներսում նայեք ձեր պաշտած Աստծուն, ինձնից սկսած, ու փորձեք տեսնել ով է այդ Աստված։ Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ դա դուք եք, այլու մեջ, ձեր նմանությամբ, ձեր պատկերով, մենք հակառակ պրոցեսն ենք կատարել, Աստված իր պատկերով և նմանությամբ է մեզ ստեղծել, մենք հիմա մեր պատկերով ու նմանությամբ Աստված ենք ստեղծում և պաշտում այդ Աստծուն և դրա մեջ հանգիստ ենք։ Եվ դրա մեջ գոյատևում, դրա մեջ հարատևում, դրա մեջ մնայուն, շարունակում ենք մեր կյանքը, տասնամյակների հավատքի կյանքը, ու մեր մեջ ոչինչ չի փոխվում, ու մեր հավատքի կյանքը առաջ չի գնում։ Մենք նույնն ենք, ինչու, որովհետև մեր Աստված մեր նման է։ Ինչը փոխվենք, մենք չենք ուզում փոխվենք, որովհետև մեր Աստված թույլ չի տալիս, որ մենք փոխվենք։ Սա ամենավտանգավոր տեղն է, ամենավտանգավոր տեղն է, և դրանից բխած, առաջանում են այլ արտաքին գործոններ, մենք ստեղծում ենք այլ արտաքին գործոններ, որոնք պիտի ծառայեն այս անձին, այս Աստծուն։ Արտաքին տարբեր ռեսուրսներ ենք մեզ համար ստեղծում, որոնք գալու են վավերացնելու մեր անձը, ինչպես որ մեր ստեղծած Աստվածն է վավերացնում։ Սարդին տեսել եք ինչպես է սարդոստային հյուսում, և իր չանչերը այդ սարդոստայինի միջոցով տարածում տարբեր տեղեր, ցանցի միջոցով ստեղծում պատնեշ, մեջտեղում առնախում սարդն է, որը ամբողջը հավաքում է իր համար։ Մենք նույնպես այդ սարդոստայինի պես այս արտաքին գործոնները տարածում ենք մեր շուրջը, որպեսզի դեպի կենտրոն եկող այս առնախում մարդ Աստվածը կշտանա։ Սրա մեջ աշխատանքը կա, որպես գործոն, որի մեջ մենք գնում ենք արտաքին ռեսուրս, վավերացում ստանալու ետ գալու մեր անձի համար։ Մեր անձի տկար վիճակի համար հաստատում ու վավերացում ստանալու համար։ Այս գործոնների մեջ կա մեր անունը, մեր փառքը, մեր հեղինակությունը, մեկ ուրիշ տեղ, որին նույնպես դրել ենք այնտեղ, որպեսզի մեր տկար, վիրավոր, ցավացող, բարդույթավոր, տգեղ անձը վավերացում ստանա այդ ռեսուրսից, սարդոստայինի պես։ Մեկ ուրիշ տեղ ֆինանսական բարօրությունն է, կանգնած որպես ռեսուրս, որը մենք ծառայեցնում ենք այս նույն անձի համար։ Մեկ ուրիշ տեղ մեր ստեղծածն է, մեր արարածն է, մեր ձեռքով արարված ժառանգությունն է, որ ազնվական բան է, բայց մենք կարողանում ենք դա դարձնել այդ արտաքին ռեսուրսներից մեկը, կարողանում ենք այդ սարդոստայինի մի մաս դարձնել։ Մեր զավակներին ենք դարձնում
Մեր ընտանիքի անդամներին ենք դարձնում այդ արտաքին ռեսուրսներից մեկը եւ այդպես շարունակ կարող ենք թվարկել այս ռեսուրսները մեր անձից դուրս գտնվող, որոնք գալու են հաստատելու, վավերացնելու մեր ներքին տկար անձին եւ թույլ չեն տալու ու մեզ համոզելու են, որ դու լավն ես, որ քո այս վիճակը, քո հոգեկերտվածքը, քո այսօրվա հոգեկան, հոգևոր մտավոր վիճակը շատ լավն է ու պետք չի փոխել, այլ պետք է վավերացում ստանալ անընդհատ։ Դրա գլխավոր աղբյուրը մեր ստեղծած, մեր պատկերով ու նմանությամբ Աստվածն է։ Մեր կաղապարի մեր ձուլված արձանիկն է, որի անունը դրել ենք Աստված։ Եվ որին գալիս ենք հանդիպելու եկեղեցում, որին գալիս ենք միասնաբար պաշտելու։ Եվս մեկ վտանգավոր հարց։ Երբ գալիս ենք Տիրոջ տան մեջ որպես համայնք, Տիրոջ տունը մենք ենք, որպես միաբանություն, ում ենք պաշտում։ Ով է այդ պաշտամունքի կենտրոնում։ Ով է պաշտամունքի առարկա։ Այս հարցին պիտի պատասխանենք լրջությամբ։ Բոլորդ կասեք Քրիստոսն է, բոլորս կասենք Քրիստոսն է, անշուշտ շատ հեշտ է սա ասել։ Բայց իրականում Քրիստոսն է թե ոչ։ Իրականում դա Քրիստոսն է թե ոչ։ Եկեղեցում երկրորդ հատվածը, եկեղեցում կռապաշտության, կուրքի, մեր անձի կուրքի լավագույն հասունացման, աճման պայմանները կան։ Ամեն մեկը ձեր եկեղեցում ձեր տեղն ունեք, չէ՞։ Որ ոչ ոքի չեք զիջի։ Խոսքս մեն ֆիզիկական նստարանին չի վերաբերվում։ Սա իմ նստարանն է։ Նույնիսկ եթե Քրիստոս կա, ես այստեղից վեր չեմ գնալու։ Խոսքս ֆիզիկական նստարանին չի վերաբերվում։ Խոսքս վերաբերվում է մեր եկեղեցու ընկալմանը։ Խոսքս վերաբերվում է մեր վերաբերմունքին եկեղեցու հանդեպ։ Խոսքս վերաբերվում է իմ այն կամֆորտ տարածքի, որ ստեղծել եմ, այն անկյունին է վերաբերվում, այն դիրքին է վերաբերվում, որը ես եկեղեցուս մեջ ստեղծել եմ, որտեղ իմ պաշտամունքի անկյունն է, տեսել եք տներ, որտեղ պաշտամունքի անկյուններ կան, այդպիսի պաշտամունքի անկյուն եմ ստեղծում իմ եկեղեցում, որտեղ ես հանգիստ եմ, որտեղ ես եմ Աստված, ու այդտեղ գալուց ես հանգիստ եմ, իմ հոգիս խաղաղվում է, իմ անձս բավարարվում է, և ես չեմ տեսնում ոչ մի բան, բացի այդ վայրից, այդ անկյունից, ինձնից և իմ նման Աստծուց, և ես գոհ եմ, ինչ է ինձ պակաս, իսկ երբ Քրիստոս գալիս է խարազանով, մաքրելու տաճարը, ես սկսում եմ զայրանալ, երբ Քրիստոս գալիս է ինձ իմ եկեղեցու նստած տեղից վերկացնելու, նորից հոգևոր տեղին է վերաբերվում հարցը, ես սկսում եմ զայրանալ, և զայրանալը սենց այնպես չի վերջանում, այդ զայրանալու վերջում ես Քրիստոսին խաչելու որոշումն եմ կայացնում, այն ժամանակ, երբ խարազանով Քրիստոսը ինձ իմ գրապաշտության անկյունից ուզում է դուրս անել, ես Քրիստոսին խաչելու որոշումն եմ կայացնում, հենց այդտեղ։ Եկեք գանք, թե Աստված ինչ է մեզ ասում իրական։ Դարմանը որն է, լուծումը որն է, ինչպես կարող ենք հասկանալ, որ կռապաշտության մեջ չենք Քրիստոսի անունով, Քրիստոսի անվան տակ, Քրիստոսի տան ու ժողովրդի անվան տակ ծաղկող կռապաշտության մեջ չենք մեր անձի ներսում, մեր հոգու ներսում և նաև մեր հավաքական կյանքի մեջ։ Ինչպես պիտի հասկանանք սա։ Նորից մի պարզ, բայց շատ բարդ ջերմաչափի միջոցով։ Խոնարհության ջերմաչափի միջոցով։ Եթե կռապաշտության բուն նյութը իմ ստրուկ անձն է,
Եթե կռապաշտության բուն աստվածությունը իմ ներքին ստրուկ անձն է, կռապաշտությունից ազատվելու լուծումն էլ է իմ անձը։ Եթե ինչպես որ առաջին մարդու պարագայում, Ադամի պարագայում, ով իրեն Աստված համարեց եւ ընտրեց ինքը լինել իր Աստվածը, մենք նույնպես այդպես ենք անում։ Կռապաշտությունից հրաժարվելու եւ ուրիշ աստվածների չպաշտելու ճանապարհը ճիշտ հակառակն է։ Եվ դրա օրինակը Քրիստոս ինքն է։ Ինչու եք կարծում, ինչու է Աստվածաշունչը շեշտում երկրորդ Ադամի մասին, ինչու է Աստվածաշունչը գոռում երկրորդ Ադամի մասին, Հիսուս մարդու մասին, ով Տիրոջ կամքին մինչև վերջ հնազանդ մնաց եւ մարդու կերպարանքի ու ծառայի կերպարանքի մեջ, խոնարհության ու հեզության կերպարանքի մեջ հայտնվեց, ապրեց ու մինչև վերջ գնաց, որովհետև սա հակառակ ճանապարհն է։ Ադամից սկսված մեզանով շարունակվող ստրուկի ու անձի կուռքի եւ դրա պաշտամունքի հակառակ process-ն է, խոնարհման process-ն է։ Մենք կանչված ենք Քրիստոսի օրինակի մեջ, Հիսուս մարդու, Հիսուս Քրիստոսի ապրած կյանքի, առաքելության ու ծառայության օրինակի մեջ մեզ ճանաչելու, կանչված ենք Քրիստոս հայելուն նայելու եւ մեր ներքին անձի կուռքը տեսնելու, կանչված ենք մեր անձի ներքին տգարությունը տեսնելու, կանչված ենք մեր արձանիկը տեսնելու եւ ասելու այն ինչ որ կա, Քրիստոս հայելու մեջ միայնակ Տիրոջ հետ կանգնելու եւ ասելու ես տեսնում եմ ես ով եմ ու ես տեսնում եմ իմ ներքին փոքրությունս, տեսնում եմ իմ աղճատված վիճակս, տեսնում եմ իմ գարշելի վիճակը, տեսնում եմ իմ այլանդակ դեմքը, տեսնում եմ իմ դեֆորմացիաները, տեսնում եմ իմ վերքերը, տեսնում եմ իմ վախերը, իմ բարդույթները, տեսնում եմ իմ վախկոտությունը, տեսնում եմ իմ աննշան լինելը, որի պատճառով է, որ ես ինքս ինձ կուռք եմ դարձրել ու իմ նման Տեր եմ Աստված եմ ստեղծել ու դրա մեջ հանգիստ եմ, դրա մեջ եմ գտել իմ հանգստությունը։ Սա պիտի տեսնեմ Քրիստոս հայելու մեջ եւ պիտի կարողանամ ասեմ, որ սա ես եմ, ուրիշը չէ, ես եմ, ես այսպիսին եմ։ Եվ իմ վերքերս, իմ խնդիրներս, իմ վախերս, իմ բարդույթներս, իմ ստորությունները, իմ նենգությունը ներքին, իմ մարդկային արատները պիտի կարողանամ բառ առ բառ, անուն առ անուն թվարկել Քրիստոս հայելու մեջ նայելով Քրիստոսին եւ ինձ։ Ես պիտի լսեմ իմ մասին իմ բերանից։ Ես պիտի կարողանամ ասել ես ինչպիսին եմ եւ ով եմ։ Եվ սկսելու է այն, ինչ որ Տերը ուզում է։ Կուռքի քանդման, կռապաշտության արմատախիլ լինելու ընթացքը պիտի սկսվի։ Եվ սա հանգստության շրջան չէ, եւ սա մեր ամբողջ կյանքը պիտի տևի։ Ու այստեղ մենք խաղաղ չենք։ Չկարծեք, որ նման է լինելու մեր կռապաշտության, մեր անձի ու ստրուկի պաշտամունքի կյանքին, որտեղ կար մեր տաճարը, մեր նմանությամբ Աստծո արձանը, մեր հարմարության անկյունը ու մեր օրենքները։ Կռապաշտությունից մեր անձի կուռքի պաշտամունքից ազատվելու ճանապարհը ամեն ինչ թողնելն է եւ Տիրոջը ասելն է փշրիր, քանդիր եւ շաղիր ինձ։ Եվ այստեղ ամեն օր լսելու ենք մեր ոսկորների ջարդվելու ձայնը։ Մենք լսելու ենք մեր կուռքի արձանի փշրվելու ձայնը, մի անգամից չի լինելու սա։ Ամեն օրվա մեր Աստված պաշտության կյանքի մեջ մի բեկոր պոկվելու է,
ու Աստված ջարդելու է դա։ Ամեն իր տված օրվա մեջ։ Եվ դա մեր հավատքի կյանքի ճանապարհորդությունն է։ Մեր Աստվածպաշտության ճանապարհորդությունն է։ Մենք ամեն օր Տիրոջ առաջ ենք գալու այս խնդրանքով. Տեր, կործանիր իմ բուրգը եւ ջարդիր իմ ոսկորները, փշրիր։ Եվ տեսնելու ենք նաեւ, թե ինչպես է Աստված իր փշրածի փոխարեն կառուցում նորը։ Ջարդված ոսկորների փոխարեն ինչպես է դնում իրեն։ Ու տեսնելու ենք, թե մեր անձի կուրքի արձանը ինչպես է մաշվում ու ինչպես է դրա փոխարեն Քրիստոսը մեծանում։ Եվ սա ցավի ընթացք է։ Չկարծեք, որ սա ուրախության, սուլելով, հանգիստ, ձեռքերը վերև, ամեն ալելույա ասելով պիտի լինի։ Սա ներքին խնդիր է, ինչպես որ կռապաշտությունն է ներքին թաքնված խնդիր, այնպես էլ սա է ներքին խնդիր եւ ներքին գործընթաց, որի մեջ մեր խոնարհությունն է պետք։ Ինչպես կհասկանանք, որ մեր կուրքը քանդվում է։ Այսպես մեր անձի կործանման, մեր եսի, էգոյի եւ մեր կուրքի տապալման եւ դրա փոխարեն Քրիստոսի աճման մեջ կհասկանանք, որ կռապաշտությունից ազատվում ենք։ Եվ կհասկանանք, որ մենք կարիք չունենք այլևս այս արտաքին ցանցի, այս սարդոստայնի եւ այն ամենի, ինչ որ մեզ արտաքին ռեսուրսներից գալուս է վավերացնելու, չունենք դրա կարիքը, որովհետեւ մեր լիությունը Քրիստոսի մեջ է, որը գալիս է մեր մեջ բնակվելու։ Եվ մեր ուրախությունն ու հանգստությունը այս փշրվելու ցավոտ ընթացքի մեջ սա է։ Տերը իմ կյանքի մեջ է եւ այն ինչ որ իմ անձի փոխարեն կառուցվում է Տիրոջին։ Այստեղ է ուրախությունդ, այստեղ է խաղաղությունդ, այստեղ է հանգստությունդ, այստեղ է քո ներքին հանդարտությունդ, երբ դու վերջապես ազատագրվում ես այն հրեշից, որը դու ես, այն դևից, որը ես եմ, այն վիշապից, որը նստած է մուտքի մոտ եւ իր պաշտամունքն է ուզում, որովհետեւ մանուկ է, լացկան, չբավարարված, անընդհատ խժռող եւ անընդհատ պաշտամունք ուզող մանուկ, փոքրիկ արձանիկ, դա ես եմ, որը զբաղեցնում է Աստծո տեղը։ Տերը մատը այդ տեղ է դնում։ Եվ ինչպես որ Իսրայելի ժողովրդի պարագայում էր, ինչպես որ Իսրայելի ժողովրդին էր ասում, ինչպես որ Իսրայելի ժողովրդի համար էր նախատեսել, անապատի մեջ ազատագրել այս ժողովրդին իր սեփական ստրուկի կուրքից, այնպես էլ մեզ է Տերը եկեղեցու մեջ անապատի միջով անցկացնում, որպեսզի մենք դրանից ազատագրվենք։ Ինչպես որ Իսրայելի ժողովուրդն էր անապատի մեջ դեգերում, որպեսզի մաշի իր մեջից ստրուկին եւ հասկանա, որ ով է Տերը եւ ուր է իրեն տանում, այնպես էլ մեզ է նույն ճանապարհով անցկացնում։ Հոգեվոր իմաստով եւ դրա հետ կապված բոլոր իմաստներով։ Սիրելիներ, Աստվածպաշտությունը, ճշմարիտ Աստվածպաշտությունը պահանջում է լրջություն։ Ճշմարիտ Աստվածպաշտությունը պահանջում է խորը, ամբողջական, լիարժեք կերպով մեզ ճանաչել։ Ճշմարիտ Աստվածպաշտությունը համարձակություն է պահանջում, քաջություն է պահանջում, որպեսզի խոնարհության ճանապարհը բռնենք։
Եվ ճշմարիտ աստվածպաշտությունը մեզ պիտի շարժի մեր կարծրացածներից։ Եվ չմտածեք, թե ես արդեն տարիքով մեծ եմ, սա իմ համար չէ, ես այլևս ինչը փոխեմ, ես այլևս ինչպես իմ փորձառություն ունեցող կուռքից պիտի հրաժարվեմ, ինչպես պիտի թոհուբոհի ու կյանքի դժվարությունների մեջ ձուլված, բայց կանգուն մնացած եսիս կուռքից հրաժարվեմ, հնարավոր է, հնարավոր է, մինչև կյանքիդ վերջին վարկյանը հնարավոր է, բայց հիմիկվանից սկսենք, և դա բոլորիս է վերաբերվում, այս դահլիճում բացառություններ չկան, այս դահլիճում չկա մեկը, ինձնից սկսած, ում այս նյութը չի վերաբերվում, ում այս նյութի առաջ կանգնած, ով այս նյութի առջև կանգնած չէ, չկա մեկը, որ այս կուռքի դեմ պատերազմի մեջ չէ, չկա մեկը, որ չի տառապում իր անձի կուռքից, և չկա մեկը, որ Քրիստոսի հետ իր անձի կուռքի դեմ պատերազմի մեջ չէ։ Տերը թող մեզ օրհնի, սիրելիներ, թող իմաստություն տա մեզ, անկեղծություն տա, ամենակարևորը, անկեղծություն տա ինքներս մեզ հետ և Աստծո հետ, որպեսզի իրականությունը տեսնենք, իրականությունը տեսնենք մեր անձի, մեր աստվածպաշտության, մեր եկեղեցական կյանքի, մեր համայնքային կյանքի և այդ կյանքի մեջ մեր դիրքի մասին։ Եվ Աստված թող մեզ նաև տոկունությունը տա ու վճռականությունը տա, հենց այնպես ուղղակի սրա կողքով հարևանցի կերպով չանցնելու, այստեղից լսելու, այնտեղից մոռանալու։ Թող Աստված մեզ ուժ տա, որպեսզի կանգնենք սրա առաջ, Աստծո խոսքի առաջ կանգ առնենք և հիշենք, որ միգուցե այսօր վերջին օրն է մեր, միգուցե մեր վերջին հնարավորությունն է Աստծո խոսքը լսելու և վերջին ակնթարթն է որոշում կայացնելու և այդ մղման ու պայքարի մակարման ճանապարհի մեջ մտնելու վերջին հնարավորությունը, չգիտենք։ Նաև վերջում հիշեցնեմ պատվիրանի երկրորդ հատվածը։ Ես նախանձոտ Աստված եմ։ Համբերատար, ողորմածող, գթառատ, բազմագութ, Քրիստոսի մեջ իր ամբողջը տված անձնազոհ Աստված, բայց նաև իր փառքը որևէ մեկին չտվող և մեր ներքին կռապաշտությունից գարշող Աստված է։ Եկեք միասին ոտքի կանգնենք։ Եվ մեր մտքերի մեջ, մեր սրտի մեջ, մեր ծածուկ վայրում, հիմա այս պահին աղոթքի պահ ունենանք և Տիրոջ առջև գանք ու անկեղծանանք Տիրոջ հետ, խոսենք Տիրոջ հետ, մեր մասին։